Հիմա էդ 3 քոսոտ ծաղիկների տալիս։ Ինչպես են մեր մանկական տրավմաները ի հայտ գալիս հարաբերություններում։ Մի անգամ, երբ որ Յանը գալիս է Հայաստան ինձ տեսնելու, իր հետ բերում է ծաղիկներ, որպես ինձ անակնկալ, չգիտեմ ոնց ասեմ, ախպեր փոքր քրճոտ ծաղիկներ։ Երևի 2-3 հատ ինչ որ խեղճ ճյուղ էր։ Այդ պահին ես մտածում եմ, որ ինքը գնացել է, սենց եմ պատկերացնում գլխի մեջ, նայել է այդ բոլոր ծաղիկներին ու մտածել է, որ ես արժանի եմ դրան։ Իմ ներքին վախն էր խոսում, որ ես արժանի չեմ, էլի իմ համար լավը չարեցին, ինձ չտեսան, իմ համար չի լինելու ինչ որ լավ բան։ 5 օր տխրել եմ, 5 օր մտածում էի, արժանի չեմ ինչ որ լավ բանի, որտեղա խնդրային կողմը։ Առաջինը նվերը խոսում է նվիրողի մասին, իր բնավորության մասին, ոչ թե իմ մասին։ Երկրորդը ես փոխանակ ուրախանամ, որ այդ մարդը կիլոմետրեր է կտրել եւ 2 շաբաթ մեկ թռնում է գալիս է ինձ տեսնելու, որի համար այնքան մեծ գումարներ է ծախսել, որ այդ ծաղիկը չէր կարա ինչ որ արժանիքի մասին խոսար։ Ես չեմ կենտրոնանում այդ ռեալ արժեքների վրա։ Ես հետո իմանում եմ, որ ինքը այդ օնլայն է պատվիրել, որ միջև հասնի շենքի մոտից վերցնի բարձրանա, քանի որ ստեղել չգիտեր հələ որտեղից ինչ առնի, բայց այդ պահին դու չես կարողam գիտակցական դա վերլուծես։ Ու ինձ բավական ժամանակ պահանջվեց, որ կարողանամ ինքս ինձ անալիզ անեմ ու գնամ իր հետ բաց կոմունիկացիայի։ Մտածում եի, որ գնամ իրան ասեմ, ինքը կմտածի ես շահամոլ եմ, բայց իրական ես ոչ եմ հարստանալու ծաղիկի քանակից։ Առողջ հարաբերությունները նրանով է լավ, որ քեզ ինքնավստահ ես զգում, նաև քո խոցելի, քո ստվերային կողմերով բացվես ու քննարկես։ Իրան ասեցի, որ սենց իմ այդ մանկական հատվածն է շատ արթնացել։ Ես մտածել եմ, որ ես արժանի չեմ, որ իմ համար լավ բան անեն ու ես շատ տխրել եմ։ Այդ օգնեց նրանով, որ ոչ թե մենք սկսեցինք իրար մեղադրել, այլ երբ որ դու բացվում ես, ցույց ես տալիս քո խոցելի կողմը եւ դիմացի մարդը adekvat է, քո հանդեպ չի գալիս այդ մեղադրանքը, որ դու անշնորհակալ ես կամ չգիտեմ շահի համար ես իր հետ շփվում։ Ու շատ թեթևացնող էր այդ քննարկումը։ Կարևոր է սենց բաները համացանցում կիսվել, որ այնպեսի տպավորություն չլինի, որ օրինակ եթե դու խելացի մարդ ես կամ եթե գնացել ես հոգեբանի մոտ, ուրեմն երբեք քո մոտ խնդիրներ չի լինում կամ քո տրավմաները վերև չեն բարձրանում, այդ ամենը կարա լինի, դու միևնույնն է շարունակում ես մնալ մարդ, բայց առողջ հարաբերությունները լավ է նրանով, որ քեզ շանս է տալիս չվախենալու ու նաև քո թուլությունները բացահայտ ջրերես բերելու ու քննարկելու։ Համացանցնել շատ մեծ դեր ունի հարաբերությունների պատկերացումների մեջ, որոնք մենք ձևավորում ենք, թե ինչ մասշտաբի ծաղիկներ պետքա նվեր ստանանք, թե իրական սերը ոնց է դրսևորվում, բայց միանշանակ հիմա կարող եմ ասել, որ իրական connection-ը, կապը շատ ավելի արժեքավոր է, այն որ մարդը հոգնած այդքան ճանապարհ անցնելուց հետո մտածում է, ես ոնց մտնեմ տուն, որ ուրախացնեմ այդ մարդուն, միանշանակ շատ ավելի արժեքավոր է, քան համացանցային ծաղիկների քանակը։